հարց ու պատասխանին կառավարության հետ ազգային ժողովում ասաց, որ ես պերաշկի կերա Դուբայի շեյխերը գնացին Դուբայ մոլում նստեցին ի ցույց ժողովրդի, որ ամեն ինչ լավ է։ Միջազգային տրենդ է թելադրում։ Կարող է մի տեսակ մենք ենք շատ գույները խտացնում, սևացնում, հորետեսությունը մի տեսակ կարող է մեր մոտ շատ է, կարող է իսկապես ամեն ինչը լավ է։ Նայեք, մենք Մեզ ունենք ոչ մի բան չի լինի, մենք Թուրքիայի Ադրբեջանի հետ հարաբերությունները կկարգավորենք, Վրաստանին Իրանին կգա փոխարինելու Թուրքիան ու Ադրբեջանը։ Կարող է ասենց էս է ռազմավարությունը։ այդ մի հին անեկդոտ կար այդ բանի մասին, Լենինի մասին էլ, որ пролетарская революция, необходимости, которые говорили большевики, свершилась, а это вершилось, а теперь танцы. Հիմա լրիվ ճիշտ հակառակն է։ Եթե այս սպառնալիքները մենք լուրջ չենք ընդունում, եթե այս սպառնալիքների նկատմամբ վերաբերմունքը այդպիսինն է, ապա ինչն է սպառնալիք ընդհանրապես, մենք պետք է փորձենք սպառնալիք բառի, այսպես ասենք, նշանակությունը վերաիմաստավորել։ Պարոն նախագահ, կներեք, մի բան պետք է ասեմ։ Կարող է մենք էլ չափազանցնում ենք ու ամեն ինչը մի տեսակ շատ ենք սպառնալիք ներկայացնում։ Դրանից էլ ժողովրդի մեջ տպավորություն է, որ մենք ինչ-որ անընդհատ բացասական էներգիա ենք տարածում, վատ կանխատեսումներ ենք անում, մենք ազգային ժողովում չգիտեմ ինչ ջղային ելույթներ ենք ունենում, այսինքն անընդհատ այդ բացասական ֆոնի վրա ենք։ Դրան զուգահեռ իշխանությունները ասում են, որ այ մենք խաղաղարարներ ենք, պերաշկի ենք ուտում, կուկուռուզ ենք ուտում, չգիտեմ, ձեր նման, ձեր հետ ման ենք գալիս, էս ենք անում, են ենք անում, սեր են խոստովանում, սրտիկներ են անում։ Ու այդ ֆոնին մի տեսակ կարող է մենք, որ իրականությունն ենք ասում ըստ էության, հա, իրականությունն ենք ասում։ Կարող է դոզան ենք շատ տալիս։ Որովհետև դրա ֆոնին էլ իշխանությունները ասում են, մենք սիրելի հայրենակիցներ, ձեզ բերում ենք խաղաղություն, սեր, անհոգություն, բարեկեցություն, այս ռևանշիստները գալու են այդ իրանց անալիզների հիման վրա, իրանց հաշվարկների հիման վրա արդարություն են հաստատելու, չգիտեմ, արժանապատվություն են հաստատելու, որը բերելու է պատերազմի։ Արդյունքում ստացվում է մենք պատերազմի, այսպես ասած, ուժն ենք, իրանք է խաղաղարարներն են իրանց սրտիկներով, պաչիկներով, պերաշկիներով, կուկուռուզներով։ Եթե այս տեսանկյունից նայենք, էլ է հարցին։ Ագնեսա, մի քանի տարի հետ գնանք։ Տեսնենք, թե ինչ էինք մենք, օրինակ կոնկրետ ես։ Ինչ էի ասում 18 թվականից հետո, թե ինչ խնդիրներ կա երկրի առաջ եւ ինչ արձագանք էինք ստանում։ Ինչ էր անում իշխանությունը։ Այն նույնպես անպատասխանատու ամբողջ sense ձևավորված անվտանգային համակարգ քայքայեցին։ Արդյունքում մենք ուղղակի ստացանք պատերազմ։ Ղարաբաղը դեռ կար։ Փոքրացած, բայց կար։ Նույնը կարող ենք ասել, չէ՞։ Երբ այն ժամանակ, եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունը ականջալուր լիներ, փորձեր մի քիչ հասկանալ այս սպառնալիքների եւ ճիշտ գնահատեր, մենք Ղարաբաղը չէինք կորցնի։ Այնինչ դուք ասում եք, մենք հենց մեր փորձի վրա, այլ ոչ թե ինչ որ մի տեղ այս մոլորակի վրա, ինչ որ մի կետի փորձի վրա ենք, կամ մեկ այլ ժողովրդի փորձի վրա ենք փորձում եզրակացությունների կան։ Հենց մեր փորձի վրա մենք տեսնում ենք, որ անպատասխանատվությունը իշխանության կողմից բերում է ծանրագույն հետևանքների եւ այդ գինը տալիս է ժողովուրդ կյանքերով, իրենց տնտեսական բարեկեցության գնով եւ այլ եւ այլ։ Դրա համար այնինչ դուք ասում եք, լավա մենք լինենք, այսպես ասենք, այդ հորետեսական կողմը, բայց մենք պարտավոր ենք զգուշացնել ժողովրդին, որ լրջագույն խնդրեմ կա։ Եվ եթե հիմա Հայաստանը այդ խնդիրներին բավարար ուշադրություն չդարձնի եւ չլրջանա, մենք կարող ենք շատ ավելի մեծ խնդրի առջև կանգնել։ Շատ ավելի մեծ։ Ես նկատի ունեմ որպես քաղաքական ուժ, դա մեր ձայների վրա կարա անդրադառնա։ Ինչ Դու առումով։ կիսում ես իմ կարծիքը։ Ինչ առումով Մեր էս հորետեսական, բացասական, օրինակ բան նախագահ, որ դուք ասում եք, մենք ասել ենք իրականությունը։ Կարող է մարդիկ չեն ուզում լսել իրականությունը, ճշմարտությունը։ Ոնց է ստացվում, որ ինքը անընդհատ խափում է ու անընդհատ կարող է մոլորեցին ժողովրդին,
ու կարողանում է մեզանից շատ ձայն հավաքի, մեզանից նկատի ունեմ հավաքական ընդդիմությունից, էլի։ Այսինքն կարող է մենք ես շատ եմ այս հարցի շուրջ մտածել, խոսել ենք տարբեր առիթներով էլ նաև։ Կարող է մենք պետք է առհասարակ մեր մոտեցումը, մեր հայացքը քաղաքական process-ներին, ժողովրդի ընկալումների, մեր խոսույթի մասով պետք է փոխենք, չգիտեմ, չեմ ասում խաբենք, բայց կարող է ինչ-որ իրականության Հենց ասում ես խաբենք, ես օքեյ չեմ։ Մեկ ասում է քաղցր սուտ կա, չէ՞ որ Դե չէ, բան խափելու չեմպիոնները արդեն կան, այնպես որ չենք կարող ոչ մի ձև իրանց գերազանցել։ Մրցակցային չի լավ խափել չէ, բայց նկատի Չէ, ունեմ մենք պետք է ինձ թվում է ճիշտ տեսանկյունից այս հարցին նայեմ, բան նախագահ։ Իրականում հետ պատերազմական իրավիճակում մարդիկ այնքան կորուստ են ունեցել, այնքան դառնություն են տեսել։ Հիմա մի մասը ընդհանրապես իզոլացված է բոլոր process-ներից, ոչ մի բանի մասին, ոչ ուզում է լսի, ոչ տեսնի, ընդհանրապես հետաքրքիր չի։ Իր առօրյա կենցաղով ապրում է, իր ընտանիքի հոգսերով է ապրում, հազիվ փորձում է դա կարգավորել։ Մի մասն էլ այնքան իսկապես դառնություն է տեսել, որ մի հատ վատ բան է լսում, ասում է խնդրում եմ մի ասեք։ Լավ բաներ են, մենակ ուզում են լավ բան լսեն, որ իրանց թոշակը բարձրանալու, աշխատավարձը բարձրանալու, ամեն ինչ իդեալական ալնելու, խաղաղություն, ծլել, ծաղկելու ենք, բարգավաճելու ենք։ Ոնց որ այս բանը կա, էլի մարդիկ ուզում են լավ բաներ լսել։ Այն ինչ որ հիմա մենք խոսում ենք, դա ճշմարտությունն է, վտանգներն ու մարտահրավերները։ Հիմա ուղղակի պետքա ճիշտ աշխատել, ինձ թվում է այդ բանաձևը պետքա գտնել, ոնց ճիշտ պրոպորցիայով, ճիշտ բալանսով տալ այն վտանգները, որ կան, եւ լուծումները ու դրականին գնացող լուծումները։ Ինչ կարանք այդ խնդիրների հետ անենք, որ ի վերջո ճիշտ հանգուցալուծման գանք։ Աննա, մենք պոզիտիվ համաձայն ենք, մենք միշտ պիտի հաղորդենք, բայց մենք չենք կարող ստել վտանգների մասին եւ չենք կարող ստել այն երևույթների մասին, որոնք գոյաբանական սպառնալիք են Հայաստանի համար։ Մենք ուղղակի դրա մասին խոսելուց պետք է լուծումներ առաջարկենք։ Թե ինչպես կարելի է խուսափել այս կամ այն խնդրի մեջ խրվելուց։ Անվտանգությունը այնպիսի բան է, որ դու կարող ես ամեն ինչ ունենալ, մեկ օրում կորցնել։ Եվ արտաքին անվտանգության մասին է սա, եւ ներքին անվտանգության մասին է։ Եվ անվտանգության մասին մարդիկ ավելի շատ սկսում են մտածել եւ խոսալ այն ժամանակ, եւ սպառնալիք այնքան ակնհայտ է, որ ուղղակի հնարավոր չի դրան չնկատել։ Ես հիմա ասում եմ, այն ինչ կատարվում է Իրանի հետ, ակնհայտ, ասենց առերևույթ սպառնալիք է, որի մասին պետք է խոսալ եւ լուծումներ առաջարկել։ Որն է այդ լուծումը։ Նույնիսկ նայեք, եթե մենք խոսում ենք օրինակ նույն տրիպի մասին, իսկ չի ասում, որ տրիպից հրաժարվել ընդհանրապես։ Սա կշարքում է լուծում։ Մեծացնել տրիպի մասշտաբը, ներգրավել այն պետությունները, որոնց նկատմամբ Իրանում ճշնամական վերաբերմունք չկա, հակառակը բարեկամական է։ Եվ ընկալումը տրիպի այդ դեպքում փոխվի մեր հարևանի կողմից։ Տրիպը չի դիտվելու որպես ճշնամական, այսպես ասենք, մի կառույց կամ մի պրոյեկտ ճշնամական։ Դե դրան ամերիկան չէր համաձայն, բայց լուծումը նայեք, տվյալ դեպքում Իրանի հետ առաջինը եւ նախաձեռնել եւ փորձել քայլել ձեռնարկել ոչ թե պիրաժկի ուտելով, այլ անել ամեն ինչ նաեւ որպես հարևան երկիր պատերազմը օր առաջ կանգնեցնելու ուղղությամբ։ Ինչ է արվում։ Փորձել են ինչ-որ զանգել, ինչ-որ կապվել, առաջարկներ տալ։ Մենք հարևան երկիր ենք։ Մեր չափով ոչ բյուջեով մենք կատարից մեծ ենք։ Քյուվետից էլ, այսպես առանձնապես շատ չենք զիջում այդ երկրներին, բայց մեր շահերը վտանգված են։ Մենք պետք է մի դիրքորոշում որդեգրենք, թե չէ։ Մենք պետք է փորձենք նաև եվրոպացիների հետ, Միացյալ Նահանգների հետ մեր ձայնը լսեցնել տալ եւ ասել ստոպ։ Ես ուր եք տանում։ Դե մարդը զբաղված է, քարոզարշավ է անում։ Հասկանում եք, սա բան չի, սա այն դեպքը չի, որ դու կրիայպես արտահայտություն կա, չէ՞, Ստրաուսի նեպալից, ասես գլուխը տավազի մեջ գցես եւ որ դու բան չես տեսնում, մտածես թե քեզ էլ ոչ մեկը չի տեսնում։ Պարոն նախագահ, ես առաջարկում եմ թող ոչ մի բանի չխառնվեն, էլի։ Անպայման կփչացնեն։ Հաստատ դրանից հետևանքները ավելի վատ ալնելու, քան որ հիմա չեն խառնվում։ Բայց ես իմ առաջարկը ակտիվ քաղաքականությունն է։
Ոչ թե ակտիվ քաղաքականությունը աթոռոտ պայելու համար։ Ակտիվ քաղաքականությունը քո երկրի անվտանգությունը ապահովելու ուղղությամբ։ Ես ուղղակի համոզված եմ, որ այդ արաբական պարսից ծոցի երկրները ամենօրյա կապի մեջ են այլ երկրների հետ, ամերիկացիների հետ։ Համոզված եմ, որ իրենք հազանգում են, որ ըստ էության Իսրայելը հասավ իր նպատակին։ Փչացրեց բավական երկարատև հարաբերությունները Իրանի եւ այդ երկրների միջեւ։ Հիմա մենք եւս պետք է այդ երկրների ցանկում հայտնվենք, վտանգը չափազանց լուրջ է։ Եվ մենք չենք կարող դրա մասին չխոսալ։